Ինչ է նեֆրոլոգիան։ Նեֆրոլոգիան ուսումնասիրում է երիկամային հիվանդությունների այս կամ այն խնդիրները, պատասխանատու է դրանց ախտորոշման, բուժման և կանխարգելման համար։ Եվ հետևաբար մենք նեֆրոլոգներս, երիկամաբանները պատասխանատու են բուժման, կանխարգելման, երիկամների առողջության, երիկամների խնամքի համար։ Նեֆրոլոգիա բառը առաջացել է հունարեն հենց նեֆրոս բառից, որը նշանակում է երիկամ։ Երիկամները դրանք զույգ լոբաձև օրգաններ են, տեղակայվում են հետվորովայնամզային տարածությունում, գոտկային շրջանում։ Նեֆրոնները երիկամներում հասնում են շուրջ 1 միլիոնի յուրաքանչյուր երիկամում։ Դրանք զարմանահրաշ կառուցվածքաֆունկցիոնալ միավորներ են երիկամների և պատասխանատու են ֆիլտրացիոն, ռեաբսորբցիոն, էքսկրեցիոն և բազմաթիվ այլ ֆունկցիաների համար, որը իրականացնում են երիկամները։ Երիկամների և երիկամային հիվանդությունների շուրջ պտտվում են բազմապիսի առասպելներ, այսպես կոչված միֆեր, որոնք սխալ պատկերացում են առաջացնում բուժառուների, մարդկանց մոտ և կարող են նույնիսկ սխալ որոշումների պատճառ հանդիսանալ։ Այդ պատճառով առանձնացրել եմ առավել հաճախ հանդիպող հարցերը, միֆերը, որոնք կարող են հետաքրքրել բուժառուներին։ Առաջին միֆը կապված է երիկամային հիվանդության դրսևորումների հետ։ Մարդիկ կարծում են, որ դրանք միշտ նկատելի են։ Կարող են նկատել ցանկացած դեպքում, սակայն դա իրականությանը չի համապատասխանում։ Վաղ փուլերի երիկամային հիվանդությունը աննկատ է, անաղմուկ և նկատելի է դառնում բավականին ուշ փուլերում, երբ արդեն հիվանդությունը հասել է իր տերմինալ փուլերին։ Դրանցից կուզեմ նշել հոգնածությունը, ոչ սպეციფიկ նշանները, հոգնածությունը, ախորժակի կորուստը կամ իջեցումը, թուլությունը, մեզի քանակի որոշակի խնդիրներ և այլն։ Այսինքն ընդհանուր ախտանշանները բավականին ոչ սպეციფიկ են և պացիենտները հետազոտվում են տարբեր հիվանդությունների համար և վերջում հասնում են նեֆրոլոգներին։ Երկրորդ միֆը վերաբերվում է տարիքային խմբերին։ Մարդիկ կարծում են, որ երիկամային հիվանդությունները հակված են միայն տարեցներին, այսինքն նրանք կարող են միայն հիվանդանալ, ունենալ այս կամ այն խնդիրներ երիկամների հետ կապված, սակայն դա այդպես չէ։ Եվ երիտասարդները, և երեխաները ունեն նույն հավանականություն ունենալ երիկամային այս կամ այն գործոններ, հիվանդություններ, դրանք հատկապես գենետիկ գործոններով պայմանավորված տարբեր լուրջ հիվանդություններն են։ Հաջորդ միֆը վերաբերում է շաքարային դիաբետին և զարկերակային հիպերտենզիային։ Մարդիկ կարծում են, որ այդ երկու խմբի պացիենտներն են հակված երիկամային բարդությունների, երիկամային խնդիրների, սակայն դա այդպես չէ։ Իհարկե, այդ երկու հիվանդությունները այսօր և մեր երկրում, և ամբողջ աշխարհում առաջատար ռիսկի գործոններն են, պատճառներն են երիկամների խրոնիկ հիվանդության զարգացման, սակայն պետք է առանձնացնեմ նաև այլ հիվանդություններ, որոնցից մեծ շարք են կազմում աուտոիմուն հիվանդությունները, հատկապես համակարգային կարմիր գայլախտը, տարբեր ռևմատոլոգիական հիվանդությունները, տարբեր խրոնիկ բորբոքային հիվանդությունները և այլն։ Հաջորդը ուզում եմ առանձնացնել կանխարգելումը երիկամային հիվանդությունների։ Մարդիկ կարծում են, որ հնարավոր չէ կանխարգելել, եթե կան ռիսկի գործոններ և նախատրամադրվածություն, ապա ոչինչ անել հնարավոր չէ։ Իրականում այդ ռիսկի գործոնները կարելի է կառավարել կամ հետաձգել։ Օրինակ կարող եմ նշել զարկերակային ճնշման կառավարումը, արյան գլյուկոզայի մակարդակի, այդ նույն շաքարի մակարդակի վերահսկումը, առողջ սննդակարգը, մարզվելը, իհարկե, դրանք բոլորը այն ռիսկի գործոններն են, որոնք որ կարելի է կառավարել
վերահսկել եւ հետաձգել երիկամային հիվանդությունների զարգացումը։ Հաջորդ մեծ միֆերը պտտվում են ջրի շուրջ։ Մարդիկ կարծում են, որ մեծ քանակի ջրի օգտագործումը հեռացնում է տոքսինները երիկամներով եւ դա բավարար է երիկամային հիվանդություններից խուսափելու համար։ Իհարկե, բավարար ջրային ռեժիմը դա շատ կարևոր է երիկամների առողջության համար, բայց դա բավարար չէ։ Իրականում դա միայն գործի կեսն է երիկամային հիվանդությունների համար եւ հակառակը գեր հիդրատացված լինելը, շատ ջուր օգտագործելը տարբեր գործոնների պարագայում կարող է նաեւ հակառակ ազդեցություն ունենալ, օրինակ խանգարել, խաթարել էլեկտրոլիտային հավասարակշռությունը, զարկերակային հիպերտենզիայով պացիենտների դեպքում բարձրացնել նույնիսկ զարկերակային ճնշումը։ Հաջորդը կապված է սպիտակուցային սննդակարգի հետ։ Մարդիկ կարծում են, որ սպիտակուցներով հարուստ սննդակարգը անմիջապես կարող է զարգացնել երիկամային հիվանդություններ եւ շատ վտանգավոր է, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Սպիտակուցը կարևոր բաղադրիչն է առողջ սննդակարգի, սակայն եթե չկա երիկամների քրոնիկ հիվանդություն, այն չի կարող զարգացնել հենց միայն սպիտակուցի օգտագործումը չի կարող բերել երիկամների հիվանդության զարգացման։ Պացիենտները կարծում են, որ եթե ախտորոշվեց երիկամային հիվանդություն, ուրեմն բուսական միջոցները եւ խոտաբույսերը կարող են լինել բուժիչ։ Սա իրականության չի համապատասխանում եւ հակառակը ուզում եմ նշել, որ երիկամային քրոնիկ հիվանդության ժամանակ բուսական միջոցների կամ դեղաբույսերով պատրաստված տարբեր թուրմերը կարող են նույնիսկ վնասել երիկամները։ Կան նաեւ հստակ հիվանդություններ, նեֆրոպաթիաներ, որոնք օրինակ զարգանում են չինական խոտաբույսերից եւ պետք է խուսափել նմանատիպ ինքնաբուժություններից։ Ամեն դեպքում պետք է խորհրդակցել բուժող բժշկի հետ այս կամ այն խոտաբույսերով բուժումը սկսելուց առաջ։ Հաջորդը կապված է մարզվելու հետ։ Եթե ախտորոշվում է երիկամային հիվանդություն, այսպիսով պացիենտները չպետք է մարզվեն, ֆիզիկական ակտիվությունից զերծ մնան, կարելի ասել անցնեն անկողնային ռեժիմի։ Իհարկե դա միֆ է։ Իրականում չափավոր մարզվածությունը, ֆիզիկական ակտիվությունը բարելավում է սիրտանոթային համակարգը, ինչը որ կարևոր դեր ունի հենց երիկամային առողջության համար, երիկամային հիվանդության ընթացքի համար եւ այո նպաստում է երիկամների բավարար աշխատանքին, դրա համար յուրաքանչյուր խորհրդատվության ժամանակ միշտ խոսում եմ այդ մասին, ֆիզիկական ակտիվություն ինչքան կարևոր է երիկամների քրոնիկ հիվանդությամբ պացիենտների համար։ Կանխարգելումից հետո անցնենք ախտորոշման մեթոդներին։ Ախտորոշման կարևոր մեթոդներից է, գործիքային մեթոդներից է երիկամի բիոպսիան, նեֆրոբիոպսիան, որը ցուցվում է այն դեպքերում, երբ կան երիկամների հատկապես կծիկային դուբլոինտերստիալ հիվանդություններ եւ ուզում եմ նշել, որ այդ գործիքային մեթոդը միակն է, ոսկե ստանդարտ մեթոդ է, որը որ հնարավորություն կտա բարձելու բուն հիվանդությունը, հասկանալ թե ինչպիսի կանխատեսում ունենք բուժումից հետո եւ ինչպես ենք հետագա կառավարումը կազմակերպելու տվյալ բուժառուի համար։ Շատ են միֆերը կապված երիկամի բիոպսիայի հետ եւ դա նույնպես շատ կարեւոր է, որպեսզի բուժառուն ճիշտ պատկերացում կազմի տվյալ հետազոտության համար։ Ամենատարածվածը այն է, երբ բուժառուին ցուցում ենք երիկամի բիոպսիայի եւ նրանք կարծում են, թե այս կամ այն ուռուցքի պատճառով է երիկամի բիոպսիան կատարվում։ Եվ այո, կան այդպիսի պատմություններ եւ երբ հենց բուժառուի հարազատներն են ասում, ուրեմն ձեզ մոտ հաստատ որևիցե ուռուցք է կասկածվում, դրա համար ձեզ անհրաժեշտ է
երիկամի բիոպսիա։ Իհարկե, երիկամի բիոպսիան նաև այն ախտորոշման մեթոդն է, որը որ թույլ կտա պարզել երիկամի ուռուցքի տեսակը, սակայն առավել հաճախ մենք օգտագործում ենք նեֆրոլոգիայում։ Դա այն կարևոր հետազոտությունն է, որը որ պետք է պարզել բուն հիվանդությունը, թե ինչպիսին է հիվանդությունը։ Հաջորդ միֆը կապված երիկամի բիոպսիայի հետ այն է, որ մարդիկ կարծում են, որ դա շատ ցավոտ միջամտություն է եւ պետք է անպայման հրաժարվել, խուսափել այդ միջամտությունից։ Դա այդպես չէ։ Իրականում երիկամի բիոպսիան կատարվում է տեղային անզգայացման ներքո, օրինակ կարող եմ ասել ատամնաբուժի մոտ այցելելու ընթացքում նույն անզգայացումը կատարվում է ատամը բուժելու ժամանակ։ Եվ երիկամի բիոպսիայի դեպքում մաշկի անզգայացումը թույլ է տալիս անցավ կատարել այդ process-ը, իսկ երիկամը ընդհանրապես բացի կապսուլայից, որը որ արտաքին պատիճն է, որևիցե ցավային ռեցեպտորներ չունի եւ բացի այն աննշան անհանգստությունը եւ ճնշվածությունը, որը որ կարող են զգալ պացիենտները միջամտության ընթացքում, որևիցե այլ անհանգստություն չի կարող լինել։ Հաջորդը բարդություններն են, որոնք վախեցնում են պացիենտներին, կարծում են, թե բիոպսիայից հետո հնարավոր է քրոնիկ գոտկային շրջանի ցավ կամ այլ ծանր բարդություններ ամբողջ կյանքի համար, ինչը կրկին իրականությանը չի համապատասխանում։ Այո, կան որոշակի բարդություններ, դրանք արյունահոսություններն են, վարակներն են, որոնք որ շատ հազվադեպ են զարգանում եւ ճիշտ գնահատելով մինչև բիոպսիան, ճիշտ կառավարելով եւ ընթացքը հսկելով եւ իհարկե հետ բիոպսիոն ընթացքը հսկելով դրանք համարյա թե զրոյացվում են եւ չկա այդպիսի թյուր կարծիք չի համապատասխանում իրականությանը։ Հաջորդ միֆերը կապված են հեմոդիալիզի հետ։ Հեմոդիալիզը ընդհանուր առմամբ այն բուժման մեթոդն է, երիկամը փոխարինող մեթոդն է, որը ցուցվում է այն պացիենտներին, ովքեր ունեն արդեն երիկամների տերմինալ անբավարարություն։ Հեմոդիալիզը իրենից ներկայացնում է մի սարք, որը հնարավորություն է տալիս պացիենտին շարունակել կյանքը առանց երիկամների։ Միֆերը կապված հեմոդիալիզի հետ կրկին բազմաթիվ են։ Կուզեմ առանձնացնել կարևորներից, երբ պացիենտին ցուցում ենք հեմոդիալիզային բուժման, նրանք կարծում են, որ նրանք մահվան շեմին են։ Դա իհարկե իրականության չի համապատասխանում։ Հեմոդիալիզը այն միակ մեթոդն է, որը թույլ է տալիս բուժառուներին շարունակել իրենց բնականon կյանքը, իհարկե որոշակի բուժական հսկողության ներքո եւ աշխատել եւ ապրել բնականon կյանքով հնարավորինս։ Հեմոդիալիզի հետ կապված նաև այսպիսի կարծիք կա, որ հնարավոր է հեմոդիալիզային բուժումը բարելավել երիկամների աշխատանքը։ Իհարկե, դա այդպես չէ, քանի որ եթե պացիենտին ցուցված է շարունակել բուժումը հեմոդիալիզային ծրագրային հեմոդիալիզի սեանսներով, ապա դա ամբողջ կյանքի համար է, քանի որ արդեն իսկ զարգացել է քրոնիկ երիկամային անբավարարություն։ Կան որոշակի դեպքեր, երբ զարգանում է երիկամների սուր վնասում, եւ այո, մենք ինչ-ինչ դեպքերում շարունակում ենք բուժումը հեմոդիալիզի սեանսներով, հեմոդիալիզի սուր սեանսներով, որը կարճատև է, կախված է թե երիկամների աշխատանքը երբ կվերականգնվի։ Երիկամափոխարինող բուժումներից մյուսն էլ երիկամների փոխպատվաստումն է։ Տարբեր միֆեր կան նաև փոխպատվաստման հետ։ Մարդիկ կարծում են, որ երիկամները պետք է հեռացնել եւ նոր տեղադրել դոնորի երիկամը, ինչը այդպես չէ։
Պատկերացումը սխալ է այս տարբերակում, որտեղ պացիենտի երիկամները չի հեռացվում եւ տեղադրվում է երրորդ առողջ դոնորական երիկամը։ Հաջորդը պացիենտները կարծում են, եթե երիկամի փոխպատվաստում կատարվեց, ապա նրանք կարող են ազատ, առողջ ապրել փոխպատվաստված երիկամով, առանց որևիցե հսկողության, առանց որևիցե բուժման եւ կարծում են, որ փոխպատվաստված երիկամը բուժում է երիկամային հիվանդությունը։ Իհարկե դա այդպես չէ։ Փոխպատվաստված երիկամը թույլ է տալիս բուժառուին ապրել առանց հեմոդիալիզի սեանսների շարունակական, սակայն փոխպատվաստումից հետո բուժառուն միշտ պետք է գտնվի հսկողության տակ, օգտագործի որոշ իմունոսուպրեսիվ, իմունճնշիչ դեղորայքներ, որպեսզի այդ դոնորական երիկամը չլինի օտար։ Եվ իհարկե գտնվի հսկողության տակ ամբողջ կյանքի ընթացքում։ Այսպիսով, քանի որ երիկամային հիվանդությունները միշտ չէ որ նկատելի են, ցանկալի է երիկամների առողջությունը ապահովելու համար, հասկանալու համար տարին գոնե մեկ անգամ հետազոտել երիկամների ֆունկցիոնալ վիճակը։ Դա թույլ կտա հասկանալ, կա արդյոք որևիցե խնդիր, որը որ վաղ կանխարգելման դեպքում հնարավոր է խուսափել, հետաձգել տվյալ հիվանդության զարգացումը։ Դրանցից կուզենամ առանձնացնել երիկամների ուլտրաձայնային հետազոտությունը, մեզի ընդհանուր քննությունը եւ արյան բիոքիմիական հետազոտությունները։ Մի վախեցեք բժշկի այցելելուց եւ հետազոտվեք։ Առողջ պահեք ձեր երիկամները։